Պարոն Քոչարյան, սկսենք նրանից, թե ինչու վերջին շրջանում ազգային ժողովում կառավարության հետ հարցոպատասխանները լարված մթնոլորտում անցնում, երեք տեսանք, թե հարցոպատասխանի ժամանակ ինչ տեղի ունեցավ, վարչապետը այսպես հունից դուրս եկավ, հետո դրան արձագանք եղավ, երկրորդ նախագահ Գրիգորյանը արձագանքեց, որ առաջարկում են գնալ Մեղրիում հոգեբուժարանում այդպես հոգեկան առողջության թեստ տալ եւ դրան Ինչ հիմա տեղի ունենում, նախ եղանակը տաքացել է։ Բոլորը ամենայն հավանականությամբ շտապում են 26 թվականի ընտրություններին մասնակցելու եւ մեկը մյուսի հաշվին արդյունք գրանցելու համար։ Նաեւ դրանով պայմանավորված, որ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը, այսպես ռազմական լեզվով ասած, թնդանոթները դրել են եւ կրակում են մեկը մյուսի ուղղությամբ։ Իհարկե քաղաքական խոսույթի տեսանկյունից, բայց ինչ որ թույնով համեմված։ Դա իրաց խնդիրն է։ Բայց բնականաբար մենք էլ իշխանություն ենք եւ հասարակությունն էլ մեզանից ակնկալիք ունի։ Բա այսքան տարի մենք բավականին ռեֆորմներ ենք արել, գործեր ենք արել։ Տեսեք, այսօր դատախազի զեկույցներ, դատախազը խոսում էր հանցավորության դեմ պայքարի, ապօրինի գույքի հետ կապված ձեռքբերումների եւ այլն, իսկ ապօրինի գույքը գիտենք որտեղ է։ Եվ երեք ըստ էության հարցոպատասխանի ժամանակ ես նկատեցի, որ ընդդիմության դիտողսավոր ընդդիմության, պատգամները գրանցվել էին վերջում, որպեսզի իշխանության պատգամները այն հարցերը, որ կան, որոնք պետք է լուսաբանվի, թե այնուամենայնիվ գործադիրը որ խնդրին ոնց է վերաբերվել եւ ինչ արդյունքներ արձանագրված, մնացածը ըստ էության վերջին փուլի վրա էր դրված եւ Աննա Գրիգորյանը հերթական անգամ փայլեց իր հնչեցրած հարցի շարունակականությունը պայելու տեսանկյունից ճակերտավոր եւ լարվածությունը սկսեց ձևավորվել։ Բնականաբար դա առնչվում էր կոռուպցիային եւ վարչապետը, երբ որ բացատրությունները տալիս էր եւ ընկալումը չկար, հաջորդ թվում դա բերեց լարվածության եւ վարչապետը ավելի սուր ընկալման համար ըստ էության մեջ բերեց մամուլի հրապարակումները, որ եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ եւ առաջնորդվենք մամուլի հրապարակումներով, քարը չի մնա։ Դա եք ուզում։ Եվ այստեղից սկսեցին ինչ-որ անկանոն ձայներ եւ այդ ձայների մեջ երևի վարչապետը նկատեց ավելի արդարացնող, խմբակցության գուցե ղեկավարը փորձեց արդարացնել եւ վարչապետը պարզապես հիշեց, որ խնդիրներ ունեն նաեւ Հայաստան խմբակցության ղեկավարը Սերյան Օհանյանը, ես ինչքան հասկացա, նաեւ Սևանի ափին բնակարանի, Վահագնի թաղամասի դրանք խնդիրներ են, որ միշտ մեր հասարակությունը մեզանից է պահանջում, բա խոսում էինք, բայց ոնց որ թե այդտեղ շոշափելի որևէ բան չունենք արձանագրած։ Ես ձեզ ասեմ, որ մենք էլ ենք թերացել։ Պարոն Քոչարյան, մենք էլ ենք թերացել, որովհետև այնուամենայնիվ կային առաջնահերթություններ, որը պետք է արդեն տեսանելի լիներ։ Ես ինչու հոկտեմբերի 27-ի հետ կապված հարց ուղղեցի գլխավոր դատախազին։ Դա շատ կարևոր էր, որովհետև հասարակությունը չի կարող մոռանա այն ոչռագործությունը, որը մեր երկիրը հետ գցեց տասնյակ տարիներով։ Եվ հիմա մեր ակնկալիքը 18 թվականից հետո գլխավոր դատախազությունից առաջին հերթին պետք է այսօրվա զեկույցը սկսվեր ինչ գործեր են արվել մարտի 1-ով եւ հոկտեմբերի 27-ով, հատկապես հոկտեմբերի 27-ով։ Որտեղ մարտի 1-ի հետ կապված, ոնց որ թե Վճարաբեկ դատարանի որոշումից հետո ունեցանք հնարավորություն, որպեսզի նորից այդ սառեցրած քնեցրած Ռոբերտ Քոչարյանի իրավաբանական թիմի միջոցով, ջանքերով քնեցրած եւ ավարտովին հասցրած գործը նորից կենթանության նշան ստացավ եւ հիմա մենք ակնկալում ենք, որ այդ գործը պետք է ամբողջ ծավալով բացահայտվի, ինչի համար, որտեղ այնտեղ հատորներա, որ փաստացի նյութերը հավաքագրված տարբեր ժամանակաշրջանների քննչական մարմինների խմբերի կողմից, որոնք պետք է դատարանում դատաքննության փուլ գոնե մտնեն եւ դատաքննության ընթացքում գոնե մի հարցի պատասխանենք։ Ռոբերտ Քոչարյան, ինչի դու տեղյակ չէիր, որ Ղարաբաղից զինված ուժերի ստորաբաժանումների ծաղկաքաղ արված եւ 700 հոգուց բաղկացած անձնակազմ է եկել մարտի 1-ին։ Չեք թողում հասնենք այդտեղ, որպեսզի այդտեղ քննության փուլում հասկանանք այդ որոշումները ոնց է կայացվել։ Դա արդեն զինված ուժերի մասնակցությունն է 0038 տրաման։ Մնացածը թե ով կրակեց, ոնց կրակեց, վերջին հաշվով փաստավակ խմբի զեկույցների մեջ կան զեկույցներ, որտեղ հստակ նշվում է 10 սպանվածների մեջ ինչ բացահայտումների վրա կարելի ասել, որ դրանք բացահայտված դրվագներ են։ Բայց հիմա դրա մասին չի։ Երեք ունեցանք լարվածություն, իսկ լարվածությունը կախված էր նաև քաղաքական այսօրվա դաշտում տիրող իրավիճակի հետ եւ առաջին հերթին ընդդիմադիր դաշտի երկու թևերի այսպես իրար նկատմամբ դժգոհությունների կամ իրար մեկը մյուսի
էլեկտորատի հետ կապված պայքարին եւ բնականաբար այդ ամբողջը պրոյեկցիա արվում իշխանության դեմ եւ նաեւ եթե անարդարացի թիրախավորում է իշխանությունն էլ պետք է հակադարձի եւ պարզապես մեկ լինում է սուր, մեկ լինում է ոչ սուր։ Հիմա երեք սուր էր, ոչ մի բան չկա, դժբախտություն չկա դրա մեջ։ Պարոն Քոչարյան ասում է կնդիրության այս երկու խմբակցությունները միմյանց մեջ են պայքարում, բայց հիմնականում այսպես ասած թիրախում էլի իշխանությունը։ Բնականաբար մենք ենք իշխանություն։ Մենք էլ պետք է հասկանանք, որ հասարակությունը մեզանից ավելի մեծ ակնկալիք ունի եւ անելիք ունենք։ Պարոն Քոչարյան, երեք նաև վարչապետը հայտարարեց, որ գյուղ մտնում է, մանկապարտեզ են կառուցել, դպրոց են կառուցել, ճանապարհներ են կառուցել, իրեն առաջինը հասցնում են։ Ինչու մինչև հիմա Քոչարյանը բանտում չի, ինչու մինչև հիմա Սերժ Սարգսյանը բանտում չի։ Հիմա այս ինչուների պատասխանը նաև քանի որ մոտենում ենք 2026 թվականին, այս ինչուների պատասխանը մենք կունենանք։ Հիմա հերթով զեկույցներ ենք լսելու եւ այդ ինչուների հարցադրումները մենք այսօր գլխավոր դատախազի, հետո քննչական մարմինների ղեկավարներին պիտի տանք։ Եվ ակնկալում ենք անկեղծ պատասխաններ։ Եթե պարզվի, որ ինչուների մեղավորը մենք որպես իշխանություն մենք ենք կամ կառույցները ծանրացած են եւ կամ անտարբեր են կամ չեն պատկերացնում հարցերի հերթականությունը կարեւորության տեսանկյունից, մենք այդտեղ պետքա մտածենք, որ անելիք ունենք եւ պետքա ինստիտուցիոնալ, խնդիրներին մոտենանք նաեւ ինստիտուցիոնալ որոշումներով եւ կառույցի ղեկավարները պետքա գիտակցեն, որ հասարակության պահանջները հենց այնպես չի ձևավորվել։ Եթե մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցադրումներ կան, դա նշանակում է, որ այն ինչը, որ իրենք տեսել են իրենց աչքով, իրենց մաշկի վրա են զգացել, եւ դա բերել է 18 թվականի Թավշյա հեղափոխության, եւ այդ հեղափոխության արդյունքում հասարակությունը ակնկալիքներ ունեցել, որ այդ խնդիրները կոռուպցիայի հետ կապված, անօրինականության հետ կապված, պետքա օր առաջ լուծված տեսնի եւ նրանց հովանավոր այն իշխանությունները, որոնց ղեկավարել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, պետքա հասարակությունը ուզում է տեսնի նրանց օր առաջ պատիժը ինչպեսին պետք է լինի։ Անդիմադիր պատգամավորներից նաև Իշխան Սաղաթելյանը գրառում արել կրկին ակնարկելով, որ վարչապետը կարծես թե adekvat չէ, հոգեկան առողջության հետ խնդիր ունի ու նաև ասում է դե այս դեպքում ով չէր գժվի, մեջբերեմ ինչ խոսքերը, ասում էին խաղաղություն, թշնամին ամեն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգված թալանում են, ասում էին ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լեգիտիմացնում են բռնությունները։ Այս խոսքը Հիմա հերթով անդրադառնամ Սաղաթելյանին։ Այո, մենք ժողովրդավարության բաստիոն ենք եւ դա արձանագրել են միջազգային կառույցները, նաեւ լրատվության ազատ լինելու մասով։ Ըստ դասակարգման մենք ոնց որ թե 34-րդն ենք, չէ՞, թե 39-ն ենք, բայց դա շատ շոշափելի առաջընթաց է։ Իշխան Սաղաթելյանը դրա մասին կամ չգիտի կամ չի ուզում լսի։ Հաջորդել ինչ էր ասում։ ասում էին խաղաղություն, թշնամին ամեն օր կրակում։ Մենք այսօր ունենք խաղաղություն եւ Իշխան Սաղաթելյանը պարզապես թող մեկ-մեկ լրահոսին հետևի պաշտոնական հաղորդագրություններին եւ մեկ-մեկ էլ սահմանային գոտում նաեւ Գեղարքունիքի մասից սկսած ծանոթանա մեր ինժեներական կառույցների որակին։ Վերջերս նաեւ Ռոբերտ Քոչարյանն էր նման միտք արտահայտել, որ 2021 թվականից առ այսօր ոչ մի Ռոբերտ Քոչարյանը յուղավառում, վաղուց։ Իր մեջ թույնը շատ է կուտակված։ Պարզապես պետք է տեսնել ակնհայտը եւ տղամարդկություն ունենալ եւ առերեսվել ճիշտ իրողության հետ։ Միշտ կարող ես ֆեյքերի, այնքան են ֆեյքերի հետ շփվել, որ իրանց աչքին ամեն ինչ ֆեյք է։ Էլ ինչ էր ասել Իշխան Սաղաթելյանը։ ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգային թալանում է։ Ուրեմն էլի ոչ թալանին եւ այսօրվա զեկույցի մեջ պարզ երևաց համակարգային թալանը որտեղ է։ Իշխան Սաղաթելյանը կարդացել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի քանակի մասին։ Նույն Ռոբերտ Քոչարյանի այդ Ղարաբաղում էր ձևավորվել այդ տասնյակ, անվանակարգերը սեփականության, որը այստեղ դարձավ իրականություն։ Բա մինչև հոկտեմբերի 27-ին ինչի չուներ։ Նույն Ռոբերտ Քոչարյանը ինչի չուներ, այդի ունեցվածք։ Եվ մնացած բոլոր պաշտոնյաները։ Նա ծավալը նայեք։ Ամեն մի պաշտոնյայի անշարժ գույքը, այլ դրամական միջոցները չեմ ասում։ Սերժ Սարգսյանի վարորդը։ Նայեք հələ ինչ միջոցներ է բանկից հանում եւ այսպես։ Պարոն Քոչարյան վերջին ամենը Չէ, էլի կան բոլոր պաշտոնյաներին։ Ճիշտ հասկացեք։ Եթե դա կազմակերպված բնույթ չլիներ, էսի մեծ քանակի ունեցված ոչ մեկը չէր կարող կուտակել։ Անհնար է դա։ Դա մեր ազգային եկամուտն է բաժանվել մեջ արվել։ Եվ հիմա հերթով տալիս են։ Հիմա որ ասում են կաթիլ, նույնիսկ ամենափոքր թվից մինչև ամենամեծ թիվ։ Բայց դա մեկը, տեսեք, հասարակությունը ասում է, բա դրանց պարագլուխները չի պատժված չեն։ Հասկացանք։ Եվ նաև ինչու են իրենք ամենաշատը դրա մասին աղմկում։ Ընդդիմությունը պարբերաբար իշխանությանն է մեղադրում։ Թող ընդդիմությունը մեղադրի, ժողովուրդը շատ լավ գիտի, որ թող ցույց տան իշխանավորների թալանի արդյունքը։ Մատով
կամերաները ասենց վերցնեն, տեսեք քելի ինչքան լրատվամիջոց ունեն, ինչքան կամերա ունեն։ Երբ որ ասենք ես շեպազրույց եմ տալի, բոլորը ընդդիմության կամերաներն են, ես 1-2-ն ա որ իշխանության կարելի է համարել իշխանության հարող իշխանության կողքի լրատվամիջոց, այդ չի հարցը։ Բայց գնացեք ցույց տվեք։ Մեր թալանի արդյունքները ինչի ցույց չեք տալի, եթե մենք թալանել ենք համակարգված, որոնց Սաղաթելյան իշխանը ինձ թվում է դեռ գտնվում է իլյուզիաների կամ հոգեմետ իրավիճակում։ Եվ վերջին ամենահետաքրքիրն է, ասում եք դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկելու։ Ինչ կապ ունի հաղթանակի 80-ամյակի միջոցառումը փրկվելու կամ փրկելու հետ։ Այդ դուք որ գնում եք մի քանի օր առաջ Մոսկվա եւ անկանոն լեզվային անկանոն դրսևորումներով ինչ որ ելույթներ եք ունենում։ Ինչ եք գնացել, ինչ եք խոսում։ Բայց վաղը 80-ամյակն է, որի մեջ կա Հայաստանում մի ընտանիք, որ կորուստ չունենար երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իհարկե պետք է գնան։ Կա այդպիսի ընտանիք Հայաստանում, վերջը 600,000 մասնակից ազգությամբ հա 300,000 զոհ։ Դա հանրակ բան չի, բայց մենք այդ հաղթանակի 80-ամյակի մեջ մենք մեր մասնաբաժինը չունենք այդ հաղթանակի մեջ։ Էլ դիվիզիաների տեսքով, էլ մարշալների տեսքով, էլ գեներալների տեսքով, էլ հերոսների տեսքով եւ անձնապես պարոն Իշխան Սաղաթելյանը թող ըմբռնումով մոտենա, մենք երբեք չենք մոռանա, թե հաղթանակը ոնց է կերտվել եւ նախկին սովետական միության մեջ մենք ինչպիսի ներդրում ենք ունեցել այդ հաղթանակի համար։ Պարոն Քոչարյան, ընդդիմությունը, որը այլ դեպքերում այսպես ատամներով կպաշտպաներ Ռուսաստանին, Ռուսաստանի իշխանը կասեր, այ այստեղ սխալ եք վարվել, նույն Քոչարյանը ասում է, ինչպես կարելի է Ռուսաստանի նման երկրի հետ այդ տոնով խոսել, հիմա ասում է գնում են Մոսկվա։ Ինչու եք գնում Մոսկվա եւ առաջացնում զայրույթ ընդդիմության։ Օրինակ, եթե հնարավորություն լիներ վարչապետը Մոսկվա գնալու իշխանության կողմից թիմ ձևավորել, ես շատ կուզեի մասնակցեի այդ 80-ամյակի միջոցառումներին, վերջին հաշվով մեր ընտանիքն էլ իմ երկու հորեղբայրը զոհվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ մեկ հորեղբայրս Վլադիվոստոկում ունի հուշաքար, որտեղ օդաչու լինելով իրեն խփել են եւ ինքը թաղված է այնտեղ, ոնց կարելի է մոռանալ։ Ինչ են ուզում, մոռանանք ամեն ինչ։ Այդ դեպքում մեզ սխալ բանի մեջ են մեղադրում։ Հիշողություն պահանջել, որպեսզի մենք հիշողությունը կորցնենք, ոնց կարանք մենք հիշողությունից հրաժարվենք։ Այ իրենք շատ դեպքերում կորցնում են հիշողությունը եւ սկսում են անորոշ շարժումներ իրականացնել, մոռանալով, որ մեր ժողովուրդը երբեք հիշողություն չի կարա կորցնի եւ հիշողության չկորուստն է, որ նաեւ հնարավորություն է տվել, որպեսզի մեզանից պահանջեն այն, ինչը որ մինչեւ հիմա մենք չենք իրականացրել։ Պարոն Քոչարյան, նաեւ հաճախ տեսնում ենք, որ Արևմուտքի հետ հարաբերությունները բարբերաբար այսպես փորձում են հակադրել Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Միշտ ասում են, եթե Արևմուտքի հետ սերտանան հարաբերությունները, Ռուսաստանը դրան խանդով կվերաբերվի կամ հակառակը։ Մեկը մյուսին։ Թող կենտրոնանան Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ։ Թե Արևմուտքը, թե Արևելքը, թե Հյուսիսն ու Հարավը, ինչ հարաբերություններ է կառուցում, սա աշխարհը անհանգիստ է։ Պակիստանում էլ Հնդկաստանն ու Պակիստանը իրար կրակում են, Իսրայելում, Գազա, այսինքն բոլոր տեղերում տան կրակող միջավայր, Ուկրաինա, Ռուսաստան, բայց մենք հիմա խաղաղության միջավայրում ենք։ Ամեն մի խաղաղության օրը դա մեզ պարգևած օր է, եւ այդ օրը մենք պետքա իրացնենք մեր երկիրը ուժեղացնելու համար։ Հիմա ընդդիմությունը խաղաղության վիճակը փոխանակ դրանով ուրախանան եւ մասնակից լինեն մեր սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսության ուղղությամբ հաջողություններ արձանագրելու նաեւ օրենսդիր մարմնում։ Այդ աշխատանքների մեջ ներգրաված իրանք ամեն օր փորձում են լարվածության միջավայր ստեղծեն։ Այսինքն, քանի որ սահմանում կռիվ չկա, կռիվը բերենք Երևանի կենտրոն, բերենք ազգային ժողով, բերենք կառավարության պատերի տակ, դա է իրանց ուզածը։ Եվ վերջին հաշվով նաև մի բան պետք է հասկանան, որ պատերազմի մեր հնաջողությունից հետո ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ մեղավորները իհարկե իշխանությունը ունի իր մեղքի բաժինը, բայց մեղավորության մի հսկա բան կա, որը մենք իրացրել ենք տարիների ընթացքում դառնալով անտարբեր եւ կարեւորը երկրորդականից չտարբերելով։ Եվ այդտեղ բնականաբար ես նորից ուզում եմ ասեմ, որ մենք դասեր չենք քաղել մեր անհաջողություններից։ Քարորյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, եւ ես կարծում եմ, որ նաեւ քննիչ հանձնաժողովի զեկույցները որոշ հարցերի շուրջ լույս կսփռեն, որովհետեւ մենք հասկանանք անհաջողություններից հետո դասեր ոնց պետք է քաղենք եւ երկիրը միասնական կառավարման շնորհիվ ոնց պետք է առնենք անվտանգ։ Միասնական դա չի նշանակում միայն իշխանությունն է պատասխանատու, ընդդիմությունն էլ է իշխանություն, բայց կներեք այն մեղադրանքները կամ այն լարվածությունը, որ իրենք ստեղծում են, դա խոսում է այն մասին, որ սահմաններում հանգիստ է։
Իսկ ինչ միտում ունի այս աղմուկը։ Սահմանների հանգիստ իրանց դուր չի գալի երևի։ Իրենք ուզում են լարվածության օջախներ, բայց չեն հասկանում, որ լարվածության օջախների բացակայությունն ամենից հնարավորություն տալու զարգանալու։ Եկեք սրանով արդենք այս զրույցը եւ ինչ եմ ուզում ասեմ, որ իշխանությունը գիտի իր անելիքը եւ իշխանությունն գիտի, որ եթե խնդիր կա հասարակության հետ, դա ընտրությունների միջոցով է լուծվելու։ Եվ հասարակությունները ձայն տալով իշխանությանը կամ մեկ ուրիշին ցույց կտա, թե ինքը ոնց է գնահատում իշխանության կատարած աշխատանքը, դա լինի մանկապարտեզ, թե ինժեներական կառույց, թե ռազմաարդյունաբերություն, թե ընդհանրապես սոցիալական ծրագրեր, այ դա ընտրությունների ժամանակ ցույց կտրվի եւ բան կանի։ Իշխանությունը որպես այդպեսին չունի այն օրակարգը, որպեսզի կարողանա օրակարգի շուրջ մեր հասարակության հետ խոսի, իրենց օրակարգը չորակարգ ձևավորելն է։ Քոչարյանը վերջերս ասում է Ռոբերտ Քոչարյանը վերջերս ասում էր, որ ոչ մի աշխատանք այդ իմաստով չի տեսնում, ավելին դուք Ֆրանսիայից եւ Հնդկաստանից զենք եք գրում, որի գործածությունը չի։ Բայց դուք Ռոբերտ Քոչարյանից ուրիշ բան եք ուզում սպասեք։ Ասում է 80-ականների զենքը ավելի արդյունավետ էր։ Լուրջ է ասում։ Դե ինքը դրմայր մնացել է շատ հեռու իրականությունից։ Երևի Հնդկաստան շատ է թռնում եւ այնտեղից է տեսնում Հայաստանում կատարված աշխատանքները։ Ես գիտեմ քա գնում Հնդկաստան, ինչա գնում Ռուսաստան սիստեմա ընկերությունում իր գործառույթները իրականացնելու։ Դա որտեղ այնտեղ հետաքրքրություններ ունի ֆինանսական։ Հնդկաստան ինչա գնում, չգիտեք, երեք վարչապետը խոսում էր ինչ-որ կղզիների բաների մասին։ Ըստ մամուլի հրապարակումների շատ է խոսվել այդ մասին, բայց մենք իրական բացահայտումներ ենք ուզում։ Խոսքը դրա մասին չի։ Ինչ է նշում 80-ների զենք։ Աշխարհը այսօր միմյանց դեմ կռվում է 80-ների զենքով։ Լավ չի ասում, գնանք հռոմեական լեգիոնների ժամանակվա թրերով գանք, նա շատ էֆեկտիվ կլիներ կամ ռագատկեկով կամ արմալետներով ցենք կռիվ անել։ Դա Ռոբերտ Քոչարյանի մակարդակի մասին է խոսում։ Ինչպես հայերեն չսովորեց, այնպես էլ տրամաբանել չսովորեց։ Այդպես է մեր դժբախտությունը, բայց 10 տարի այդ մարդը ղեկավարել է այս երկիրը։ Ուրիշ բան լինելով ոչ լեգիտիմ։ 4 անգամ պարտվելով Դեմիրճյան ազգանունը կրող ընտանիքի։ 2026 թվականին ընթരാճ այս հիբրիդային պատերազմի մասին է բարբերաբար խոսում։ Այս աղմուկը, այս հարձակումները, ճակերտավոր ասած ընդդիմության կողմից։ Ես հիբրիդային պատերազմի մասին չեմ խոսում։ Հիբրիդային պատերազմը, եթե կա, դա արվում է, որպեսզի ժողովրդին ապակողմնորոշեն։ Բայց մի բան իմացեք, մեր ժողովուրդը շատ իմաստուն է գտնվելու այն ժամանակ, երբ որ իրանցից կախված է լինելու իր ապագան։ Այնպես որ իհարկե կան հիբրիդային պատերազմի դրսևորումներ, կան մունդրիկություններ, կա թշնամանք, կա այսպես չտրամաբանված գործողություններ, որոնք պայմանավորված են ինչ-որ ամբիցիաներով։ Կան մարդիկ, որոնք իշխանությունը կորցրել են եւ կարոտախտի մեջ են։ Կան մարդիկ, որ առանց իշխանության չեն պատկերացնում իրենց անելիքը, որտեղ իշխանությունն է տվել հնարավորություն շատ շատերին հարստանալու, հարստահարելու, լիցենզիա ունենալու ամենաթողության։ Դա այսօր չկա, ամենաթողության խնդիր չկա այսօր Հայաստանում։ Ավելին, մենք շատ կցանկանանք, որպեսզի իրավապահ համակարգը ինստիտուցիոնալ ձևով մոտենա բոլոր հարցերին եւ քանի որ խնդիրը դրված է չպատժվող մարդ պետքա չլինի իր հանցանքների համար այդ խնդիրը քաղաքական պատվերը շարունակում անալ մեր օրակարգում եւ մենք շատ հետեւողական դա պետքա իրացնենք այ ուրիշ բան որ շատ դեպքերում նաեւ մենք տեսնում ենք որ իրացման տեսանկյունից ունենք խնդիրներ այդտեղ առաջագալու կադրային խնդիրների միջոցով խնդիրների ակտիվացման անհրաժեշտություն